Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց սիրելի ընդդիմություն, երբ խոսում եք հավասարությունից, այո, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց բանակում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան բավարարում ստանան, գումար ստանան։ Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով նայել։ Բայց ինչպես ընդգծենք, որ մեր քաղաքականությունը եւ մեր իդեալը լավ զինվորականն է։ Հիմա հարց է բարձրացվում թիկունքային աշխատողը ինչի ավելի պակաս ստանում կամ քան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման զինվորները։ Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան, կյանքի հետ կապված ռիսկերով պայմանավորված, ֆիզիկական պատրաստվածության մակարդակով պայմանավորված։ Համակարգերը, մեխանիզմները այսօր հավասարապես ստեղծված են բոլորի համար։ Ու չի կարող լինել այսօր բանակում մեկը, ով ասի ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց այսօր ես չեմ գնահատվում, ես չեմ վարձատրվում։ Չկա նման բան պարզապես։ Ձեր սիրած թեման, իդեպ մեր վերջին հրապարակումից հետո, քանի որ դուք շարունակելու եք խոսել մինչև մենք ամբողջությամբ եւ հագուստը կփոխենք եւ ձեր սիրելի բատինկաները, բայց ես ձեզ կարող եմ ցույց տալ նատոական բանակում նույն կոշիկները, տարբեր տեսակի կոշիկները, գունային տարբեր երանգներ են ունենում, բայց մեր նոր համակարգով բոլորը միանման են լինելու, միագույն են լինելու, եւ հուսամ դուք դա տեսել եք, եւ առաջիկայում առիթ կունենանք նաեւ ավելի հանգամանալից եւ ավելի հիմնավոր դա ձեզ ցույց տալու եւ մեր հանրության դատին հանձնելու։ Եթե ժամանակ ունենք եւս մի րոպե ձեր թույլտվությամբ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մենք ճիշտ ընկալենք ինչ է իրենից ներկայացնում Պաշտպան հայրենյաց ծրագիրը եւ ըստ էության համակարգը։ Սա դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան եւ սա մի ուրույն միավոր է, մի ուրույն փաղանգ է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը։ Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ։ Եվ քանի որ մեր տեսլականն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, բայց միևնույն ժամանակ չհրաժարվել ժամկետային ծառայությունից, մենք կարողանում ենք ստեղծել միմյանց փող լրացնող այս կարևոր համակարգ։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։